Յանի հետ պարոն Աբրահամյան, քանի որ դատարանի բակում ենք այս գործով նախ գործի մասին, ըստ ձեզ ինչու դարձյալ Աշոտյանը։ Կարծում եմ գործի հետ կապված որևէ առարկայական բան խոսելու նյութ էլ չկա։ Եղել է խնդիր Արմեն Աշոտյանին մեկուսացնելու, նրա քաղաքական գործունեությունը սահմանափակելու, ընտրվել է կամայական որևէ գործ եւ դրանով Արմենին հաստատի տարել են բանտ։ Ինչ եմ ասում, որովհետև այն գործը, որով Արմեն Աշոտյանը առասարակ այս գործում ներգրավել է, դեռ չեմ խոսում կալանավորվել է, եթե ասեմ զուտ աբսուրդային է, դա կլինի շատ մեղմ որակում այս դեպքում։ Այնպես որ կարծում եմ Նիկոլ Փաշինյանը բավարարված չէ այն հանգամանքից, որ Արմեն Աշոտյանը 25 ամսյա կալանք մինչև այդ կրել էր, համարել են, որ դա քիչ էր եւ գնացել են այս քայլին։ Չէ, քրեական գործեր, մեղադրանքներ, քննչականի հաղորդագրություն եւ այլն, դրանք առասարակ որևէ առնչություն չունեն այս թեմայի հետ։ Կա քաղաքական որոշում, կա դատաիրավական համակարգին իջեցված հանձնարարություն եւ դրա շրջանակներում Արմեն Աշոտյանին մեկուսացրել են։ Պարոն Աբրահամյան, խոսելով Արեմեծյան արտադրության խոսույթից, երբ օրինակ իշխանության ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչու որևէ կերպ չեք արձագանքում կամ ադրբեջանցի ձեր գործընկերներին չեք հորդորում, որպեսզի Արեմեծյան ադրբեջան խոսույթը այդպես լայնորեն չտարածեն, նրանք նաև մեղադրում են ընդդիմադիրներին, օրինակ մեղադրում են ազգային ժողովի պատգամավորներին, որ իրենց սեղաններին դրված է Արցախի դրոշը եւ դա եւս սադրում է եւ դա եւս քայլ է, որ այն կողմից այդ խոսույթը հնչի։ Հիմա ձեզ պատասխանատու զգում եք այդ հարցում կամ ինչու են այդ դրոշները ըստ իրենց սադրիչ համարվում։ Այն օրվանից, երբ որ իշխանությունը Արցախի հարցը բերեց, հավասարացրեց այսպես կոչված Արեմեծյան Ադրբեջան եզրույթի, դրանով իսկ արդեն իսկ ֆիասկոն ապահովեց։ Ապահովեց ոչ թե իշխանության համար, այլ ցավարորեն հայկական պետականության համար, դա մեկ։ Ինչ վերաբերում է Արցախին, Արցախի դրոշը մեր սեղաններին գտնվելուն, Արցախի իմ հայրենիքն է, ես այդ հայրենիքում ծառայություն եմ կրել, առաքելություն եմ ունեցել եւ որևէ մեկ անկախ անեց թե ով է, ինչը, իշխանությանը թե իշխանության չի կարող իրավունք վերապահել ինձ եւ իմ նման մտածող մարդկանց վերագրել որևէ բան։ Մեր միակ ճակերտավոր հանցագործությունը այն է, որ մենք մեր հայրենիքը սիրել ենք, մենք մեր հայրենիքում ծառայել ենք, մենք մեր հայրենիքը ամենից վեր ենք տասում, ի տարբերություն այս իշխանության, որի համար փողը, իշխանությունն, ազատությունը վեր է ամեն ինչից։ Ինչ վերաբերում է առասարակ խոսույթին, ապա երբ որ Ադրբեջանում սրա մասին խոսում են պետական մակարդակով, երբ որ Ադրբեջանում իշխանության բուծած տարբեր կազմակերպությունները, այդ թվում նաև այսպես կոչված Արեմեծյան Ադրբեջանի այդ կազմակերպությունը ստեփական հեռուստաընկերություն է ստեղծում, ունի մեծ ֆինանսավորման հնարավորություններ, աշխատում են միջազգային կառույցների հետ, այսինքն մեծ process է ընթանում, մարդ պետք է կույր լինի, խուլ լինի, որ ոչ տեսնի, ոչ լսի, չտեսնի, թե ինչ է կատարում առասարակ մեր շուրջ։ Այստեղ ընդդիմադիր գործիչները ընդամենը բարձրաձայնում են, վերլուծում են իրավիճակը, քաղաքական process-ներում փորձում են օրակարգային դարձնել դրան հակազդելու ճանապարհները եւ այս տեսանկյունից այն մարդիկ, ովքեր մեղադրում են ընդդիմադիր գործիչներին, կարող են քաղաքական գործիչներ չնել, հասարակական գործիչներ չնել։ Դրանք մարդիկ են, որոնք կամ չեն հասկանում ռեալ պոլիտիկը ինչ է եւ իրականում ինչ է կատարում մեր շուրջ, կամ շատ լավ հասկանում են, բայց խնդրում են զրպարտելու, վիրավորելու, նաեւ օգտագործելով իրավիճակը ընդդիմադիր տարբեր գործիչների մեկուսացնելու եւ փորձում են շրջանառության մեջ գցել այդ կեղծ եւ արհեստական մեղադրանքները։ Պարոն Աբրահամյան, հատկապես այս շրջանում, երբ սահմանադրական դատարանը այն փուլում է, որ վիճարկում են ազգային ժողովի ընտրությունների արդյունքները եւ այցը ֆոն դեր Լայենի, հատկապես այս շրջանում նշում են, որ դա ազդակ էր, դա մեսիջ էր նաեւ ՍՏ-ին, դուք ինչպես եք կարծում։ Գիտեք, իշխանությունը գործում է այս պայն այնպես, կարծես սահմանադրական դատարանը որևէ գործ չի ընկանում, ավելին իշխանությունը ինքը անցել է հակահարձակման, փորձում է խորհրդարանական ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերին վերագրել այնպիսի հանցանքներ, որի պարագայում իրենց արածը կամ կստվերվի, կամ երկրորդ պլան կմեղվի։
Ակնհայտ է, որ իշխանությունը, նաև նրան ընտրողները, նրա եվրոպացի, նաև տանիք հանդիսացող տարբեր դերակատարները լավ հասկանում են, թե ինչ է կատարվել մեր երկրում, վարչական պետական ռեսուրսներն ինչ օգտագործում է եղել, անհավասար պայմաններ, երբ որ տարբեր ընդդիմադիր ուժերի նրա տարբեր առանցքային դեմքերի հանել են բառս իմաստով խաղից եւ այլն, եւ բնականաբար դրանք այդ ամեն ինչը տեսել են։ Բայց մեկ այլ է խնդիրը, թե ինչ է իրական տեղի ունեցել, մեկ այլ բան է, թե նույն այդ դերակատարեն ինչ է այսօր Հայաստանում անհրաժեշտ։ Նրանց համար պետք է, որպեսզի իրենց հովանավորյալ ուժը, իշխանությունը հնարավորինս երկար մնա իշխանության ղեկին, դրանով իրենց աշխարհակահաղական խնդիրներն են լուծում, դիմակայություն ապահովում տարբեր այլ գերտերություններ, մասնավորապես Ռուսաստանի հետ, եւ Նիկոլ Փաշինյանի բոլոր այն մեղքերը, որոնք կապված են ժողովրդավարության հետ, մարդու իրավունքների հետ, ընտրական process-ների հետ, դրանք ժամանակավորապես ներվում են, բայց դրանք չեն կորչում, դրանք պարզապես դեն չեն նետվում, պատեհ պահին, երբ որ անհրաժեշտություն առաջան, դա եւս օգտագործվել է իշխանության դեմ, նաեւ օգտագործելու է երկրի եւ մեր պետականության դեմ։ Պարոն Աբրահամյան, եթե հետևել եք 5 օրվա դատաքննությանը Սահմանադրական դատարանում, ինչ տպավորություններ ունեք։ Արդյոք կարող է Սահմանադրական դատարանը անաչառ որոշում կայացնել։ Նախ, երբ որ նայում ենք, թե ովքեր են Սահմանադրական դատարանում ներկայացնում եւ այդ գործը ովքեր են քննարկում, ակնհայտ է նրանց կապը քաղաքական տարբեր շրջանակներ, դեռ չեմ խոսում այն մարդկանց, որոնց տարբեր փուլերում մենք տեսել ենք, թե որ քաղաքական ճամբարում են դիրքավորված եղել եւ զուտ իրենց կուսակցական պատկանելությունից հրաժարվել կամ կուսակցական պատկանելություն ֆորմալ առումով չունենալը որևէ ձևով չի ապահովում օբյեկտիվությունը։ Մյուս կողմից իշխանությունը ներկայացնող դեմքերը, սկսած կենտրոնական դրական հանձնաժողովի նախագահից եւ այն պաշտոնյաներից, որոնք գնում են կենտրոնական դրական հանձնաժողով ներկայացնում իշխանությանը, հաստական առումով ակնհայտ երևում է այն աղքատիկ մոտեցումները, նույնիսկ պահվածքը, նրանց այդ դիրքավորումը որևէ իրենց մեջ բովանդակություն չպարունակող եւ այլն։ Բայց խնդիրը այն է, որ այստեղ չի հաղթում միտքը, այստեղ չի հաղթում փաստարկները։ Սահմանադրական դատարանը վաղուց վերածվել է քաղաքական կցորդի, այս դեպքում նույնիսկ կուսակցական կցորդի, եւ բնականաբար ցանկացած որոշում չի կարող ունենալ կամ հիմնված լինել զուտ իրավական գործընթացների վրա եւ այդ տեսանկյունից որևէ սպասելիք բնականաբար Սահմանադրական դատարանը չի կարող լինել։